Դենորից ողջույն եւ ներողամիտ կգտնվեք տեխնիկական կապերը գնում գալիս են մարդիկ կամ բողոքում են որ Messenger-ը malfunction-ի մեջ է եւ դա անակնկալ չի որ հարավային Կովկասում ռուսը պետք է մատխոթոցի անի կիբերդաշտ։ Դե բարի երեկո ինչքան որ կարող ենք ինչքան որ կապերը թույլ կտան սիրելի հայրենակից նորից ողջույն անգիններից եւ Փառքը անվանահոր եւ որդվո եւ հոգույն սրբո ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր որ նստավանդ աչեն մեր երկնավոր հոր եւ գալիս է այսօր երկու բևեռների կողմը շատ արագ պիտի ամփոփենք պիտի խնդրեմ ձեր ուշադրությունը այո մենք շարունակում ենք մնալ ՀՀ վարչապետի աշխատանքին հայկական լեգիոնի կորպուսը Անդրանիկ Զորավարի իր սուրբ ուխտը կրելով աջակցում է վարչապետին եկեղեցու սրբա մաքրմանը ամեն դե 26 դեկտեմբերի 2025 թվական սիրելի հայրենակից այստեղ մեծ բայց է առաջանում մեծն հայրենակցական միությունը արդեն նկատում է դաշնակական կամ եւ այլ դաշտ պիտի փորձեն նետել նմանատիպ մի բան մի խապվեք ճանաչում եք մեր դրոշը ճանաչում եք այս դեմքը եւ լեգիոնը ճանաչում է մեկը մյուսին նրանք չեն կարողանալու մեր դարպասները կտրեն մտնեն որովհետեւ նրանք չկարողացան մեզ առնեն միակ կառույցն ենք ոչ չենք ֆինանսավորվել ոչ մեկի կողմից լույսերի բանակ միշիկի պոնչիկ ծախողը տեսակ ինչ խայտարակություն Ժիրոյի KGB-ի դաշնակական պպզած գիծը Արամ Սարգսյանից կուսակցություն բոլորին գիտենք մենք գտնում ենք որ վարչապետը եթե ուզում է ճիշտ քաղաքականություն վարի առնվազն 25%-ին պետք է վռնդի այդ կուսակցության շարքերից հրաժարական պիտի չուսի պետք է վռնդի կոպիտ ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ապահովման հանձնաժողովը պարոն վարչապետ առավոտյան գնա լուծարի էտի ամոթա քեզ է խայտարականելու դա բաղը լուծարեք այդ հանձնաժողովը ես ասում եմ հանուն բանակի անվտանգության եւ այլ դրա փոխարեն անվտանգության խորհուրդ ունես հակա ապստամբության կոմիտե կազմի սա է պետք քեզ գալիք ընտրություններին դու գիտես նորից էլ առավոտ վեր ես կենում մի բան հիշում գնում մի բան անում ես որտեղ շատ բան ես անում հա բայց մի քիչ ապակենտրոնացրու ճիշտ մարդիկ էլ թող աշխատեն նախարարությանը չեմ կարա դի փոխվարչապետի հետ եւ բարեգործ հանձնաժողովի հետ հայկական լեգիոնի կորպուսը ընտանեկանի պես արդեն վստահությունն է վայելում նրա որպես բարեգործ աշխատանք անող մենք դավաճանող չենք այդ պետական վստահությունը սիրելիս բայց եկեղեցու արչև հավաքը եւ այդ գործը ես հավաքի էլեմենտը եւ բաղադրիչները նայեցի ասի էսա դա տեսակ պիտի չլիներ հրապարակում տաշի տուշի պիտի լիներ աղքատներին իրենք բերում լահմաջուն են տալի դու փիցա մի տուր բամբակ մարոժնի տուր ասա պետության փչեից տալիս եմ ժողովրդից քեզ ինչ երեխեքը թողային տրճիկ տային դու տես ոնց կհանեին գարոին կես ժամվա մեջ հաջորդ օրը եպիսկոպոսատ ժողովը նամակը լրատվական միջոցները եւ միջազգային էլ որ բարձրացայինվի որ այսօր Սարիելան ինգլիզը չհաչա իմ վրա հասկանում ենք իրար դու սենց շարունակելով եղբայր սրբազան այլ ճիշտ էիր դու սրանք գարեգին բային հերոս կսարքեն վաղը սենց շարունակեն այս տեսակ չէ եղբայր խնդրում եմ ազգային եկեղեցիական պատգամավորական ժողով է կազմվում մեծն հայրենակցական միության հայկական լեգիոնի կորպուսը Անդրանիկ Զորավարի զինվորական պարամիլիտարի լինելով մենք նույտրալ ենք բոլոր կուսակցություններից կուսակցությունը հայ կյանքի մեջ զզվելի երևույթ է բոլորիդ ու բոլորին եմ ասում մենք մեծն հայրենակցական միությունն ենք մենք պիտի հավաքենք բոլոր ընտրաթերթիկները բայց ոչ ունենալով տեխնացու ազգային արժեքների շեղում նկատեցինք ժողովրդից ձերքի զենքը փորձես հավաքես ժողովուրդ զինաթափել օրինակ տեսնեմ այդ բոլշևիկ ծայրահեղ սոցիալիստ օրինակ Զոհրաբյան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն ես դրել որ դու քաղաքական դաշտ եք մտնում
Դու գիտես Արամ Սարգսյանին եմ խայտարականելու, ձեր շապիկ վարդիկը գլխներիդ քաշած, հանելու եմ երկրից ասում եմ։ Ու կտեսնես ոնց, Զոհրաբյան, շոպլիկ։ Ես արդեն տեսնում եմ, որ ներքաղաքական, պոլիտիկալ միջավայրն ու ատմոսֆերը քո արտքաղաքական ուժերն էլ հետը, հա, հանուն հանրապետություն, խզմլիկի, եվրոպական, բոլորին միտեղ, 4 մանետ, պարոն վարչապետ, խայտարակություն, աղջկապես նախանձախնդիր են մեկ մյուսի հանդեպ, Գյումրին ես կփրկեմ, կտեսնեք, գնա մենակ փրկի տենամ։ Եվ meanwhile սպիրկում ես սարիծամուն վաճառողները։ Սարիծամուն, որ ասում են, սարիծամուն, հա, Ժիրայր Սեֆիլյանները, եսի մեջ, խայ Պապյան, Մապյան, Կանադայի KGB-ի գրասեղան, 1000 անգամ ենք ասել։ Արա Պապյան, դու KGB-ի գործակալ ես, նախքինը չկա դրա, տղա ջան, այդ նախքին գրքույկդ չի հանձնվում, թշիտ նագոլկա է RSSSR, դու կոմունիստ ես և KGB-ի գործակալ, դե գնա ճանապարհը։ Ես բոլորը խոչընդոտ է բանակաշինության եղբայր, բանակաշինության։ Պաշտպան հայրենյաց մեջ վերում պիտի անեմ, պաշտպանության նախարարության տղաներ աղջիկներ։ Մինչև այդտեղ հասնելը բանակը մանկապարտեզից է սկսում։ Դուք ես սերնդին ձեր նման աննորմալ կսարքեք երեխեքիս։ Դա հստակ է, բոլոր դեմ, պարոն վարչապետ, պաշտպանության նախարարության շարքերում վերևից ու ներքև կադրային վերադասավորում է պահանջում։ Եվ գլխավոր շտաբի պետ 1000 ներողություն, պաշտպանության նախարարի տեղակալ դա լղոզում է նշանակում։ Որովհետև պաշտպանության նախարարը եսիմ ինչա թղթի վրա, բայց մեր համար բազար գնացողն է ինքը։ Իրան մենք ուղարկում ենք առևտուրի, մենք ենք բանակը։ Ասրյանն է բանակ։ Երկրում եթե մեկը կա, որ հեռախոս կվերցնի, վազելով շարքերը համալրելու կգնա, հայկական լիգոնի կորպուսը, հետի գշեն է, եղբայր։ Ես Պապիկյանից հրաման չեմ կարա ճանաչեմ, ինչ հրաման ինքը։ Ինքը դիվանագիտական կաբինետ ունի, առևտուր անող ասում է։ Գլխավոր շտաբի բերանից դուրս եկավ, ես հենց հիմա, հենց այս ժամին, որտեղ ինչա պետք համալրել ուղարկեմ, բայց դու էլ պետք է պետականը ներդնես դրա մեջ, եղբայր։ Ես չեմ կարա գոմի դռները բացեմ, նախրին կովերի հանեմ, BTR-ը խոտտամ վրեն Պուշկեն դրած կամ հայրենիք պաշտպան։ Կա բաներ, որ դու պետք է համալրես։ Չնայած ձեր մի երկու գնդապետի մնա սեփական բանակ ու տանկ ու թոփ թուֆանք կպահեն։ Սրանք բանակի կողքը բանակ են ուզում։ Պետության կողքը մենք սեփական պետություն չկա, կա պետական, կա սեփական, եղբայր։ Մեկ պետություն, մեկ բանակ, մեկ եկեղեցի, մեկ Աստված։ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս գալիս է, ամմեղների բանակը գալիս է։ Ոտքերի ձայնը գալիս է։ Վայ ձեզ, այդ երեխեքն են դատելու ձեզ ասում եմ։ Այդ ցուրտ ու մութ օրերին, որ մահացել են, երեխաներն են դատելու ձեզ մեր ու մանուկով։ Քեզ եմ ասում Հայաստան, էսի հիշի։ Հիմա հակ, հայ ազգային չէ, հակը կարճ ենք ասում մեր սիրելի հակոպիկներին, էլի երեխեքին, այդ անունը ձեզ չեմ տա այս շոպլիկներ։ Հայ ազգային կոնգրես կոչեցյալ, լսի ինչ եմ ասում։ Քաղաքական դաշտում, ոնց որ Գուրգեն Սիմոնյանն էր խոսում բան, հետո մի հատ կատակով ասի Դոդիկ Ուգոն։ Հա, իրան նուրբ ասեցի հանրային, ձեզ նուրբ չեմ ասելու, ասում եմ օրենքով սահմանված կարգով, կխայտառակեմ, օրինակ Արամ Սարգսյան, Հանրապետություն կուսակցություն, և դու, արա էսով եք դուք ընգեր, էսով եք դուք արա, արա էսով եք դուք եղբայր, էսով եք դուք երեխեք, ես ինչ եք անում։ Ձեզ ուրիշ տեսակ եմ խայտառակելու, ասում եմ քաղաքական դաշտ մի մտի։ Օրենքով սահմանված կարգով, կտնես բողոքներդ կգրես Աննա Վարդապետյանին անձամբ։ Աղջիկը կնայի, սենց կասի կներեք, ես բոլորը օրենքով սահմանված ժողովրդավար երկրում, այդտեղ ոչ սպառնալիք եմ տեսնում, ոչ ահաբեկում եմ տեսնում, ոչ զրպարտություն եմ տեսնում։ Մարդը ասում է հանրային ուզում եմ ես հարցը տամ, դու ես մարդն ես եղել, որ արել ես էսի, ինչու չեք խոսում հետո հանրային կասի։ Մարդը արաբեր անում, պլյուս տրան, կասի իմ քաղաքացին չի, ամրկյացի է։
Բողոքի Դոնալդ Թրամփին ընկեր։ Կխայտարակ եմ ասում եմ չմտնես Զոհրաբյան։ Ձեր զզվելի երեսը չտեսնեմ, արա։ Քո տականք Լևոնով, արա։ Այս շոպլիկի տղեկ, եկեք գլենդել իրա բարեկամի ինչ որ սույմինգ փուլի մոտ տուն ան տներ ունի սարկած։ Արի վերընկիստե խնամիներիդ հետ։ Գեյլենդել։ Տականքի տղեկ, դուք եք բերել Գարեգին ազգի գլխին։ Ձեր կաշառակեր սրիկա Վազգեն Սարգսյանով։ Տականքներ։ Հիմա էլ կուսակցություններ կամ նստես սպասում են, ժողովուրդ։ Այս ամեն ինչը մեր վզին է, սրանց ոչ մեկը նավար չի։ Հին ու նոր կուսակցություններ սպասում են, հստե առիթա ժողովուրդը մամ արի ու միասա։ Ժողովուրդը ձեզ տանի Պակիստանի բաղնիկ։ Այ անզուսպ լրբեր։ Բոլոր կուսակցություններին եմ ասում։ Մեծն հայրենակցական միություն, բոլոր ընտրաթերթիկները մեր հոտ ենք, բոլոր ազգային ենք հավաքում։ Կուլակաթափարը։ Ես մինչև մա Քոչարյան պիտի տենամ ընտրության մասնակցի, ընկեր պրավալ որն անգեր, դու խայտարակեցիր մեզ։ Քոչարյանը շնչում է, դու խայտարակեցիր մեզ։ Ու իրա թուրքի լամուկ ռամբուլի ռախիտ լեբուշին պտի նայեմ, սոցցանցերում էլ եկել մարզան կանեմ, կապիտ կնիկնել եկելա ոսկեղեն ացախım, այ բոլշա, հայ արունը ծծելով մեծացակ, բոլշի տղեք, Օրբելյանի դիվանների վրից եկած հորատ մորատ հազիվ ճանաչեք թե չէ, ով ում հերնա, ցեկայի բոզեր, Ցեկայի գորգերի Ժառանգված որդե գրած Անդրանիկ Սուրբ Զորավարին ապստամբ անվանող եկեղեցի մերժող ու ժխտողներ, որ պարտիայի շարքերում ձեր կանանիքին պինդ նստացնեք, պարտիայի շարքերի գիրկը քարտուղարուհիներ սարկեք ու ես իմ ինչ, դուք եք հայ արա, Իմել ձեր ծորնիկ աշուղ լակոտներին բտի պետությունը երկիտ էդ, երկիրը նորա վերջաց է։ Ու տտարիա հեղափոխություն հեղը հոպ վարդանիկ ածալում, վանեցյան ածանում, բաբայան սամուխինն էլ էտում կողքնակայնում, ձեզնից մարդ գլուխ չի հանում, որովհետև Անդրանիկ Զորավարի օրերն ակրկում, սիրելիս, Ղարաբաղում թոպը թուֆանգը հավաքեց, ասեց ես ծեր դեղացիներին, երլիներին, չհասկացա դուք ինչ տեսակ ժողովուրդ եք, այդքան բան, արա ես թե բան ջոգի ձեզնից արաբլ եմ, մենակ նեղտար ու բուշկա շլվար գոմիկ պիտ մեծնեմ ընգեր, ուր ազգային ասում եմ, հին ու նոր կուսակցություններ, աթոր, առը ձեր բաղթից, մեծ են հայրենակցական միությունը, այդ Ղարաբաղի ծամունդ ու մեղր ծախողներիդ, Ղարաբաղի դրոշը տնգետ, կագեբեի դրոշը զզվելի, դաշնակներիդ, բոլորիդ ազգ ու ժողովուրդը պտի ասի, որտև համբերությունը հատեց, երկու ինստիտուցիա հարգելի վարչապետ, մայրաթոր և բանակ, այս երկուսը առաջնորդելը տուր, ամեն տեղ պետությանս գլուխը բարձր կմնա, այլապես նույն տպոցն են ուտելու սրանք, հիմա էլ են խապում, ամեն ինչ հարմարլրվա, ես գիտեմ ինչ զեկույցներ են տվե, ինչ դուխ ու թևեր են տվե քեզ, գնակայնի ասա, Ղարաբաղը Հայաստան է և վերջ, Արցախը Հայաստան է և վերջ, ասեց մամաներս լացծրին, էդի իրանք սարքին քեզ, որ այսօր լակոտավարի դեմ տան քեզ, Ուր ասպյուրքի հանձնակատարդ, պարոն վարչապետ, ինչով է սա զբաղվում, կներեք, ինչով է զբաղվում, Արա այս շոպլիկներ, լսեք ինչ եմ ասում է, ձեր գեյլենդելի քաղաքապետարաններից, Ղարաբաղի Բաքվի բանտերում ծնունդ շնորհավորող ենքո շոպլիկ ընկերդ, ինչ էր անունը, Ardi Katsakhian, you have committed so many crimes, Ardi, against the people and the nation of Armenia, it's not even funny.
You know why? Because you got no values, you son of a bitch. Zero. Ինչ գործ ունի Գեյլենդելիտ քաղաքապետարանի հայ համայնք ներկայացնողները Դոն Պուպուլիկի տունը շնորհավորելու Էջմիածին։ Էս չէ կատարվում, պարոն վարչապետ։ Կամ Մակունցը դեսպանդ, որ եկավ Հովնան arczepiskopos Տերտերյանի մոտ, այն Բադրջանի հետ, որ նախագահը տա։ Եկավ։ Ես Բադրջան սիրող եմ, հա, սխալ չհասկանա, պարոն նախագահ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, շատ եմ սիրում գույնը նամանավանդ։ Հա, լավն է, կրակի վրա տենց, հա, ինքը համով բանա եւ օկտավետ, դրա համար կոմպլիմենտ է դա։ Հովնանի Փարաչին սիրելով նախաճաշ մերին Հովնան Տերտերյանը հայտնվեց ցուցակի գլխա։ Հովնանը ավելի մեղավոր ազգու եկեղեցու հանդեպ, քան Գարոն ու Պիպոն գումարած։ Եվ հետո մեկ-երկու սարգավակներին նախազգուշացում, վաղը ձեզ եմ խայտարակելու։ Եղբայր, Ուրալագիրը, ես իմ պետությունը սիրող եմ, լսում ես արա։ Ես իմ պետության տղեն եմ, տղեն էի, իրա տղեն եմ, ու իրա տղեն պտի մնամ։ Ես հայ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության պետականության զավակ ու տղեն եմ։ Դրա համար ես կրտսեր որպես իմ գանգաթը ներկայացնելու իրավունք եմ վերապահում, որովհետև ազգի տղա եմ։ Լավ լս ինչ եմ ասում, տղա ջան, Եվրոպայի ափերից եկեք եմ երբ։ Այդ Ուրալագիր լինելով ՔՊ-ի դրոշակ թափմիտուր չի կարելի։ Հանկարծ մի հայ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հակին ընտրություն տվեց, դու քո մայրական պատիվն ես ծախում այդտեղ, ես այդպես եմ տեսնում։ Լես սրիկաներին նայ։ Պարոն Զոհրաբյան, դուք տեղյակ եք ձեր կուսակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով էր որ սպորտ դպրոցի բան ջահելներին Բաներ արե արա մուլլա բերանը սենց անեմ, Վազգեն առաջին վեհապարին, կազմակերպված հարցակումներ եք արեմ արդու վրեն արա, դուք եք սպանեք ատվածով, դուք ուրիշ սեֆարդին քոքված բջի տեղից եք արա, դրա համար ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ նույնիսկ ոչ բոլորը պարոն վարչապետ, բայց խլվլտոց մտահոգություն տեսնում եմ Ներսես arczepiskopos Պոզապալյանի էլ սպանության հետ առնչվող, որովհետև ինքը Լևոնն է բերե, Լևոն ական էլ կա մեջդ, դոդական էլ կա մեջդ, ուրիշ բան չկա արդեն։ Սերժ, քոչ, Լևոն, դոդ, էտա քո ՔՊ-իդ կեսը։ Բա երգեր ինչ հեղափոխություն արեց։ Աղբարին պտի բերեիր եղբայր։ Քեզ էինք սպասում։ Ես չեմ ասում ներքին գործերի նախարարություն։ Ես չեմ ասում դատախազություն եղբայր։ Ասում եմ երկու ինստիտուցիա։ Բանակ առաջնորդողը։ Մարդիկ կային Գրիգորի Խաչատուրով էին գովունձի, այն խոզի տղում։ Այն խոզը։ Ասում եմ բանակը իրան պտի տան, որ լավ բանակը լի։ Բանակը գրի մի հատ, տեսնեմ ճիշտ ես գրում, թե չէ, Ազիզ ջան։ Նոր խոսենք։ Սիրելի հայրենակից, ընտրությունների շեմին ենք։ Ճակատա գրականա, ուզեմ, չուզեմ, հավանեմ, թե չհավանեմ, բարձրանամ ձողը, ստոլբի վրից դրոշակ թափտամ իջնեմ ներքև, ինչ որ անեմ, ուզեմ, թե չուզեմ, պիտի Փաշինյան պաշտպանեմ։ Որովհետև եկավ այդտեղ, որովհետև պիտի գար այդտեղ։ Ազգային ուժ չի կարողանում բարձրանա Հայաստանում։ Բայց մենք պետության տղեկն ենք։ Տես, արդեն ընտրության շեմին ենք, իմ հարգած Հարությունը Մկրտչյան, հա, իմ հարգած տղաներից մեկն է։ Արդեն խորհրդարանական շարքերի պարգևադրումների եւ այլի ցա բողոքում կամ այդ փողը պարգևադրում եղբայր հիմա դու լեր պատգամավոր այդ պարգևադրումը տային պետք է լեր բողոքեիր
Եվ ես ներքին քաղաքական ատմոսֆերն ու ես մտնոլորտը այդ մի բուր ժողովրդին 1,600,000 որ մնացել է։ Այդ ժողովրդին նախրի նման քշում եք ընդեղ, եկեղեցի պետք է մաքրվի, ժողովուրդ հավաքվեք, ընտրություններ կա, ժողովուրդ հավաքվեք, ժողովուրդ պատերազմ կա, հավաքվեք, բրծավ գործը, ժողովուրդ ես ձեր նամն էլ ընդ է, մենք գնացինք մեր գործերով, քյասպին անդրադարձ անող չեք, պարոն վարչապետ, քո պետությունը անում է գործ, բայց քյասպին անդրադարձ անող մատների վրա էլ չէ, մի քանի հատ ունես մեջ, եւ հպող վարչապետը նրանցից մեկն է, որին շատ եմ սիրում հարգում։ Պաշտպանության նախարարության շարքերում էլ եւ խնդրում եմ գլխավոր շտաբը պոկի պաշտպանության նախարարությունից լավ չի այդպես։ Եթե Ասրյանն է որ տատանվողա փոխի։ Չգիտեմ, բայց էդի լղոզված է, որտեվ նա քաղաքացիական ու դիվանագիտական է, ինքը մեր շուկա գնացողն է, եղբայր, այդքան բան մենք տենց ենք տեսնում։ But Minister of Defense, who's that? Some politician, bureaucrat, I don't know who the son of a bitch is, awesome. Բանակը Իրանն է անում։ Մարդը բյուրոկրատ է, եղբայր, բանակային չի։ Բանակային մենք ենք, բանակային Ասրյանն է, կորպուսի հրամանատարներն են։ Ի կաբինետն է գլխավոր շտաբի, այ բանակային տղաներ են, կայացած ավակ բանակային մարդիկ են։ Այո, բրավո ընտրությունների համար։ Մի երկու ջահելին կասեի ոնց, բայց օրը կգա բարին էլ հետ է, ես բոլորը կբացենք այս հարցերը։ Մեզ շատ բան պետք չէր, սիրելի պետություն, հիմա է շատ բան պետք չի։ Ռազմաուսումնական սարքավորումներ, որոնք օրենքով սահմանված կարգով իրավունք է տրվում ռազմաայնասիրական կառույցներին, որ զարգացնեն պահեստային բանակը, պահեստազոր։ Մասնակցեն բանակաշինության մի երկրում, որտեղ մոտ 72%-ը պավեստքից թռած է կամ էլ պատրաստվում է թռնի։ Քո հիպոթեկն էլ չի հետաքրքրում արդեն այս սերնդին։ Հիպոթեկային օգնությունով չի հետաքրքրում եղբայր, որովհետև ազգային պատկանելիության օջախ չտվիկ երեխեքին։ Էն պատանյա ծրագիրը, որ աղաչել պաղատելով, որ աղբերեսի պտի փրկվի, նայում եմ։ Մարդիկ ձեր առան ճանապարհին։ Ուստի պիտի խնդրեմ ուշադիր լսեք, սա 2018 թվականը չէր այս Թավշյան, որ տեղի ունեցավ, այլ 1918 թվականն էր։ Եվ 2025 թիվը չենք ավարտում, սիրելիս։ 1925 թիվն ենք արտադրում։ Մինչ գալուստն պատմությանդ կրկնության կորձս երկրորդ անգամ գիսած չծկեք, նայում եմ ով եք, դուք բոլորը ազգովի կուսակցական և լրագրողներ եք, ուչ բան չունես, եղբայր զաշիկնիկ պիտ հատվիս, ավտոմատ պիտ պրնես վարժանք, բարի նախանձով եմ նախանձում, Աստված օրհնի, երկիրը սիրող, հայրենիքը սիրող ազգային մարդկանց, ինչպես հրյաներն են։ Վարդի պես աղջիկ երեխեք, մեկը չի 10 չի 370,000 24 ժամվա հրամանով Եվրոպայի ափերում կամավոր զորք կանգնեց, որ Իսրայելը կռիվ անելու։ Երիտասարդ մեկը մերոնք սիրուն են, լավ էլի։ Այսօր գրուպ խմբին էի ասում։ Չէ, ձերոնք սիրուն են, մնացածը գեշ է։ Լավ էլի, եվրեն գեշա քո աղջիկներն են սիրում։ Գոնե չտեսներին ասեք, ջավադա, մի 4 հատ է տրանցից եմ ունեցել։ Վարդի պես բարակ, բոյ, կառուցված, գեղեցկության տիպար կուրսերիդ որմա սեզոնային ծառայելու երկիրը տասմահերն է, որ ավտոմատը հակ է, ոտի ինֆեկցիա է առե, վիրավորվե, հանրահայտ դերասանուհի, նորա դուրս գալի, որ Հոլիվուդի դերասանուհին, դե հայրը մայրը հրյա են, մենք տղա չունենք ասելա, դու մեր տղայի դերն է պտի տանես բանակ, ամեն սեզոն և սեզոնները փոխվելով,
Աղջիկների մասին է խոսքը, պավեսկից թռած լրպիկներ, գլենդելում սաթի գողական, խփեք իրարը տենց, այդ տենց կերեք իրար, ուրեմն, սեզոնները փոփոխվելով, գարուն, ամառ, աշունն ա գալիս ու ձմեռ, չէ, դրանք սեզոնային տարբերություններ ունեն, սեզոնային պետք է վարժանքներ անցկա, այս տարի ամառը գնացիր, միշտ ամառը բախտը չի բերի, տղա ջան, աղջիկ ջան ասում, ձմեռային էլ, աշնանային էլ, վարժանքներ, հերթափոխելու, Ամերիկայի լրիվ եվրեները, հրյաները, UCLA-ում ճանաչել եմ, բարձր համալսարան, ինչ բժշկական, ինչ ինժեներական, ինչ հոգեբանական, կա այն ինչ որ Իսրայելի բանակին ապետ սաղ այդ կորսն են սովորել, ունեն փաստաբաններ, բայց բանակին ինչ պետք է, ու ազգին ինչ պետք է այդ են արել, այսօր բերանդ լապարրաշ բաց մեզ, ռեշ ջհուդները, առա այդ թրիկոտ, մի հատ նայք ես հայլու մեջ, ես շատ մեծ հնարավորություն եմ տեսնում Երևան-Երուսաղեմ հարաբերությունները բարեկեցիկ կարգավիճակի բերելու Prime Minister Netanyahu-ի ցեղասպանությունը ճանաչելու վրա, վերջակետ գլուխդ որ պատիր ուզում ես խփի։ Մի բուր սերունդ ունեմ մնացած, չեմ ելելու աչուծախ մատ թափտամ մարդկանց վրեն։ Հետո վա պահելու քեզ։ Հարևան աղբերդ։ Հա։ Okay։ Սիրելի հայրենակից, մեծն հայրենակցական միությունը բերելու է առաջ ազգային եկեղեցիական պատգամավորական ժողով։ Եկեղեցու գործի մեջ խոչընդոտ է գալիք ապագային այս ազգային կոնգրես կոչվածը, նույն պղծությունն է գալու։ Սրանց թերթիկ ձայն մի տվեք ասում եմ, Հայաստանն ա դա մինուճար մեր, Էրիկա։ Պարոն վարչապետին էլ ասեք, Քոչարյան Մոչարյանների վրայով թող չմտահոգվի էլ, ում ուզմա թող դատախազ տնի, այս շլդիկին կհանի, մուշ շլդիկին կբերի, ինքը գիտի, ազգային կողմը ազգին արդարություն կտա, դուք անհոգ եղեք, և սպասեք այդ օրվան, ինքը պտի այդպես ման չգա այս երկրի վրա հանգիստ, ինքը մարդ ա սպանել, ձեր արունն ա մայթի վրա արա, Քոչարյանական ես, դու մորդ էլ բազարում կծախես ուրեմն, ու ծախել ես, Քոչարյանի հավաքին ես գնում ու ծապ ես տալի իրան, ասմա Քոչարյան ասելիս, ես ինձ լավ եմ զգում, մի հատ ծյոծյա կար տոմսավաճար, տենց իրան լավ ազգացեմ, մարդ ելած խոսասում, իսքան ապու, իսքան անասուն, այանասուն, որտեղից քեզ այդ խելքը, մարդը կրակել է ժողովրդից վրա, բալկոններ, եղբայր, բետերների տակ առե, Սամուխին, դու էլ մի երկու բան պատմի էլի, դու այդ գծից կհիշես, Վանեցյանի կողքն ես կանգնում իմ հարգած զինվորականն էիր, հիմա դու Անդրանիկ Զորավարի, արժեքները ներկայացնող գրասեղանից հարգանք ես սպասում, սա է մինուճար գրասեղան է, մինուճարն ա որ չի ծախվել է, բոլոր այդ կուսակցությունները, ամեն մեկը մեկի օժանդակություն, հաշվեմ եվրոն կողմ ջեպը, ուղարկում են Հայաստան խոսալու, բոլորը, այդեն չի լանդրուշ, Արգենտինայում, դու մերքսից կուրսի ես, հայրաքելական սուրբ եկեղեցին մեր մինուճար, այո, իմ ճանաչած իվերի Երուսաղեմի հայոց պետականությունն է, հենց մայրաթորս երեխեքիս պահապանը, այդտեղի աղոտքը վերև չի լսվում, եղբայր այդտեղ աստված չկա, ինքն տեղ չի, այդ պղծության մեջ չի գա, մեղատ էր, դիմում եմ տեր Տարոնին, իմ քահանա, ինչ որ կասի, իմ սիրտը ինձ կյանքում չի ստել, չի խապել և չեմ սխալվել, ինտելեկտով սխալվել եմ,
Այսքան սովորած մարդ ես լան աբուշ, այս սխալը ոնց կա? Եղել շատ, բայց սիրտս ինձ չի խաբի, աչդ եմ համբույրում քահանահայր, մեծն հայրենակցական միությանը բարեխոս եղիր իմ սիրելի իշխանին, երկրիս վարչապետին, դաշտը թույլ մենք օրենքից դուրս բան մնանող չենք եղբայր, բայց ազգային եկեղեցիական պատգամավորական ժողովի ընտրական հավաքական աշխատանքի հսկողությունը պիտի իրականացնի հայկական լեգիոնի կորպուսը, որը հիմնեց առանձին զինվորական չի, այդ միությունին բոլորս ենք անդամ, մեծն հայրենակցական միություն, որին անդամ ես դու, ազնվական արիական եղբայրս, Տեր քահանա Տարոն, քեզ եմ դիմում սիրելի եղբայր, քանի որ սիրտս այդպես ուզեց, քո բարեխոսությունը պիտի խնդրեմ, պզդիկ նամակով, ազգիցս գախնի ինչի ասեմ քեզի, հերիք չի այսքան ղալացները արել են ժողովրդից գախնիկ, ես էլ կանգնեմ մութի մեջ պահեմ, չէ պետական գա, եթե զինվորական լինի հասկացանք, չի կարելի բաց, բան չենք, դանգալախ չենք երլի, կոֆեն լոբիի տեղ խաշող, սրանցից չենք, էլի մենք ճոգում ենք, տեսած ենք, ներգաղթողների տղեկ թորներ ենք մենք, պիտի խնդրեմ դիմեք երկրի սիրելի իշխանին, սիրելի ժողովուրդ, հրաժեշտ տամ սրանով, թող լսի երկրի իշխանն է, այն ազգի ներկայացուցիչը, որ կնախանձե իշխանի գահին կգրկնի լուսափերի մեղքը դրախտին,